Երեկ երեկոյան տեղի է ունեցել ուժեղ Հայաստան կուսակցության համագումարը, որոշվել է ընտրական ցուցակը։ Ուշագրավ է, որ համագումարի անցկացման մասին նախապես չէր հայտարարվել։ Ֆակտ.րմ-ին հայտնի է դարձել, որ առաջին եռյակում են Նարեկ Կարապետյանը, Արամ Վարդևանյանը եւ Գոհար Մելոյանը։ Ըստ ցուցակի ստացվում է կուսակցության վարչապետի թեկնածուն Նարեկ Կարապետյանն է։ Ավելի ուշ կուսակցության մամուլի խոսնակ Մարիան Նաղահրամանյանը հաստատել է մեր տեղեկությունը, միաժամանակ նշել, որ կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է, որը սակայն այլ երկրի քաղաքացի լինելու հանգամանքով ըստ սահմանադրության չի կարող թեկնածու լինել։ Հայաստան դաշինքը պաշտոնապես հրապարակել է ընտրական ցուցակը։ Առաջին եռյակում են Ռոբերտ Քոչարյանը, Իշխան Սաղաթելյանը եւ Աննա Գրիգորյանը։ Ցանկը հրապարակվել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական էջում։ Նշվում է, որ այն հաստատվել է ՀՅԴ 29-րդ արտահերթ Գերագույն ժողովի եզրափակիչ նիստում եւ առաջ կուսակցության համագումարում։ Հաջորդիվ ցուցակում են Սևակ Խաչատրյանը, Արթուր Խաչատրյանը, Քրիստինե Վարդանյանը, Աղվան Վարդանյանը, Գեգամ Մանուկյանը, Ագնես Խամոյանը, 10-րդը Լևոն Քոչարյանն է։ Երեկ ուշ երեկոյան Երևան է ժամանել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Էրմեկ Կոշերբաևը։ Հայաստանի եւ Ղազախստանի արտաքին գործերի նախարարների քննարկումները մեկնարկել են պաշտոնական ընթրիքի ձևաչափով։ Այսօր տեղի կունենա Միրզոյան Կոշերբաև առանձնազրույցը, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը։ Պետական բյուջեից մինչև 250 միլիոն դրամ կհատկացվի 1080 Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որոնք Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով չեն կարողացել կանոնավոր չվերթներով վերադառնալ Հայաստան։ Փոխհատուցում կտրամադրվի այն քաղաքացիներին, որոնց չվերթները չեղարկվել են յուրաքանչյուր անձի համար մինչև 250,000 դրամ։ Ծրագիրը կտարածվի 2026 թվականի փետրվարի 28-ից մարտի 25 ընկած ժամանակահատվածում գնված տոմսերի վրա, իսկ հաստատված գումարները կփոխանցվեն 5 օրվա ընթացքում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կվերսկսի Իրանի վրա հարձակումը, եթե Թեհրանը չկատարի իրական համաձայնագիրը։ Մինչև համաձայնագրի լիարժեք կիրառումը ամերիկյան նավերը, ինքնաթիռները եւ զորքերը կմնան իրենց տեղում, գրել է Թրամփը։ Եթե որևէ պատճառով դա տեղի չունենա, ինչը խիստ անհավանական է, ապա կրակոցները կսկսվեն, ավելի մեծ, ավելի ուժեղ, քան որևէ մեկը երբևէ տեսել է, գրել է ԱՄՆ նախագահը։ Լիբանանի ընդգրկումը անհրաժեշտ պայման է, որպեսզի հրադադարը լինի հուսալի եւ ամուր։ Իրանի եւ ԱՄՆ-ի առաջնորդների հետ զրույցի ժամանակ հայտնել է Ֆրանսիայի նախագահը։ Էմանուել Մակրոնը դատապարտել է Իսրայելի հարվածները։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաևն էլ պնդել է, որ իրանական 10 կետից բաղկացած խաղաղության առաջարկի 3 կետերը բացահայտ խախտվել են։ Այդ առաջարկի մեջ ներառվել է Լիբանանը, սակայն Սպիտակ տունը եւ Իսրայելը այն մերժել են։